Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ։ Այսօր մենք սկսում ենք նոր ֆորմատ, որը կոչել ենք Պարզ Talks։ Գարեգինի հետ կխոսենք այսօր ճամփորդական քարտերի հետ կապված տարբեր խութերի, հարցերի, նրբությունների մասին։ Դե ինչ, ողջույն, եթերում Pars Talks-ն է, որի ընթացքում մենք խոսելու ենք ֆինանսներից, ոչ միայն Pars, այլ նաև կյանքից օրինակների հիման վրա, եւ ես տալու եմ բազում հարցեր իմ ընկերների կողմից ուղղված այս կամ այն ֆինանսական թեմայի շուրջ։ Ինչպես ասացիք, այսօր խոսելու ենք ճամփորդական քարտերից։ Ճամփորդական քարտերը շատ հետաքրքիր թեմա է թե իմ տարիքակիցների, թե այլ տարիքային խմբերի ներկայացուցիչների համար։ Ինչ եք կարծում, ճամփորդական սեզոնը իսկապես դարձել է ամբողջ տարվա ընթացքում արդի թեմա, թե այնուամենայնիվ մարդիկ սկսում են հիշել իրենց ճամփորդության մասին եւ մնացած մանրամասների մասին գարնանը կամ, չգիտեմ, ամռան վերջ։ Ինձ թվում է այս էժան ավիաուղիների գալով բավականին ընդլայնվել է այդ ճամփորդական սեզոն ասածը։ Մասնավորապես մայիսի սկզբին մենք 4-օրյա երկար հանգստյան օրեր ունեինք ու մի քանի մարդ գիտեմ առնվազն իմ շրջապատում, որ օգտվել են առիթից եւ գնացել են տարբեր եվրոպական ուղղություններով։ Հիմա ոնց որ եվրոպական ուղղություններն է բաց։ Իրականում պետք է խոստովանեմ, որ այս հաղորդումը շատ հնարավորություն է իմ համար այն բոլոր հարցերին անհամար իմ ընկերների պատասխաններ ստանալ այդ հարցերին եւ նաեւ պետք է եղած ժամանակ պարզապես ուղարկել մեր հաղորդման հղումը, որ իրանք տեսնեն եւ այլևս հարցեր չտան։ Քարտերի հետ կապված շատերը հարց ունեն, ինչի համար է պետք ճամփորդական քարտը, ինչով է ճամփորդական քարտը տարբերվում սովորական քարտերից։ Ես գիտեմ, որ այդ մասին ունեցել ենք Պարզից Պարզի եթերում մեկ թողարկում, բայց եկեք այսօր խոսենք տենց օրինակների հիման վրա։ Մարդիկ հարցում են, ես ունեմ 1-2 քարտ եւ ինչի համար պետք է ձեռք բերեմ ճամփորդական քարտ։ Ես գիտեմ մեկ առավելություն, որի մասին կխոսեմ, բայց կուզեմ նաեւ լսել ձեր կարծիքը։ Նախ երևի պետք է սկսենք դրանից, ինչի համար է պետք քարտ։ Եթե հետ գնամ մի քանի տարի առաջ, 5-10 տարի առաջ, նույնիսկ եվրոպական երկրներում տեղեր կար, որ կանխիկ էր պետք։ Ասենք Գերմանիայի, Ավստրիայի պես երկրներում մի քիչ եթե մայրաքաղաքից դուրս գաս, ասենք ես հիշում եմ դեպքեր, որ ավելի տենց գյուղական համայնքներում, նույնիսկ ռեստորաններում միշտ չի որ քարտ էին ընդունում։ Վերջի տարիներին կարծում եմ շատ է տարածվել, նույնիսկ կանխիկ ընդհանրապես կարող է չտանել, նույնիսկ փոքր գումարների, մետրո կլինի, տրանսպորտ կլինի, ամեն ինչի համար հնարավոր է քարտերով վճարել։ Ճամփորդական քարտի տարբերությունը նա է, որ ինքը ունի լրացուցիչ ճամփորդության հետ կապված առավելություններ, որոնցից երևի ամենաարժեքավորը դա ապահովագրությունն է, մեր դեպքում մինչև 30,000 եվրոյի, տարբեր ինչ-որ ուղեբեռի կորուստ, ճամփորդության հետ կապված, չգիտեմ, ռոմինգ, օդակայանների, բիզնես լանջերի եւ նաեւ fast track-երի ոնց որ հնարավորություններ։ Խոսելով ապահովագրությունից, այս զգացողությունը, որ դու ունես ապահովագրություն, դու ապահով ես թե առողջապահական տեսանկյունից, թե ինչ որ ուղեբեռի կորստի կամ փաստաթղթերի, գումարի կորստի առումով ինքը շատ ավելի քեզ վստահություն է տալիս։ Ինձ թվում է պետք է նաեւ ասել, որ ճամփորդական քարտը ցենց որոշակի ինչ որ տալիսմանի կամ ամուլետի դեր է կատարում։ Առանց քարտը վնասելու, բայց որովհետև ամեն դեպքում ինքը չի գործել եւ դուք ունեք առանց ճամփորդական քարտ արտերկրում։ Ես ինքս նման իրավիճակ ունեցել եմ, երբ որ այդ ճամփորդական ապահովագրությունը էական բենեֆիտեր օգուտեր, որովհետև առողջական խնդիրներ եղան եւ ես ստիպված չեղարկեցի իմ մի այլ ճամփորդություն, որը պետք է շարունակեի, նոր տոմս կնեցի, վերադարձա եւ որոշակի ծախսեր փոխհատուցվեցին։ Այո, իդեպ ձեր ճամփորդության չկայացման պարագայում եւս նախատեսված է ապահովագրությամբ գումարի վերադարձ, ձեր ծախսերի ծածկում եւ այդ չնախատեսված ինչ որ խնդիրներից խուսափելու հնարավորություն է տալիս ճամփորդական քարտը։
Ճամփորդական քարտերի մասին երբ որ խոսում ենք, ընդհանրապես խոսում ենք նաև ֆինանսական գրագիտության եւ վարկագծի մասին, որովհետեւ շատ հաճախ մարդիկ ֆինանսական որոշումներ կայացնում են իմպուլսիվ, չեն բացում նախապես Excel spreadsheet-եր, չեն վարում ինչ-որ պլանավորում, այլ պարզապես չեմ նայում են, որ այո, հիմա մայիսի 2-ն է կամ ապրիլի 30-ն է, մենք ունենք արխիվում մի քանի ազատոր, եկեք արագ ինչ-որ մի բան book անենք, գնանք, ճամփորդենք եւ հանգիստը վայելենք, բայց այդ իմաստով պետքա պատրաստված լինել բոլոր ճամփորդություններին, ինչպես նաև մնացած բոլոր ֆինանսական որոշումները կայացնելուն։ Ինձ թվում է նաև այդ առումով է կարևոր ունենալ ճամփորդական քարտը, որովհետև ինքը ինչ որ կերպ կարող է քո ճամփորդական փորձառությունը, ճամփորդելու փորձառությունը եւ պատրաստվելու ընթացքը ավելի հեշտացնել, որովհետև դու կարող ես առանց սթրեսի անցկացնել քո ժամանակը բիզնես լաունջներում, իդեպ Արադ բանկի Mastercard ու Travel Card-ով այդ հնարավորությունը տրվում է 6 անգամ, ինչպես նաև fast track-ից օգտվելու հնարավորությունը, concierge ծառայությունից օգտվելու հնարավորությունը ու դու կարող ես կիսվել այս հնարավորությունով քո ընկերների կամ մտերիմների հետ, դա էլ է շատ կարևոր։ Այնպես որ խնդրում եմ, լսեք այս ամենը, կիսվել, այսինքն եւ նգլանջը կարաս ուրիշին տաս։ Այո, դու կարող ունես 6 մուտքի հնարավորություն եւ կամ 6 հյուրի հնարավորություն։ Դու կարող ես քեզ հետ անցկացնել քո հյուրերին business lounge, ինչ խոսք դա հետաքրքիր հնարավորություն է։ Ոչ, առանց վճար, այսինքն եթե դու ունես այդ հնարավորությունը այդ քարտով, այդ 6 անվճար մուտքը, եթե դու ուզում ես ծախսել այդ անվճար մուտքերը քո ընկերների կամ ընկերների վրա, ապա նրանք մտնում են անվճար քեզ հետ միասին խմում են փրփրուն գինի կամ չեն խմում եւ պատրաստվում են թրիչքի։ Դե ինչ, եկեք ամփոփենք, ըստ ձեզ, որոնք են ամենակարևոր 3 տիպերը, որ պետք է հիշել, մտապահել ճամփորդելուց առաջ։ Կարևորության մասով չգիտեմ ինչքանով, բայց հաշվի առնելով որ ճամփորդության ժամանակ մարդը գտնվում է դրսում ու կարող են լինել տարբեր անցանկալի իրավիճակներ, հա, օրինակ ես սովորաբար անպայման ինչ-որ չափով կանխիկ վերցնում եմ, որովհետև կարող ես հայտնվել որոշակի իրավիճակում, որ քարտը չաշխատի։ Երկրորդը միշտ ցանկալի է ունենալ 2 քարտ, մի քարտից հետ միշտ կարող է ինչ-որ բան տեղի ունենա, տարածված զեղծարարությունների հետ կապված էլ կարող է քարտը բլոկվի, կարող է չգնա գործարքը։ Պետք է նաև հաշվի առնել, որ օրինակ այսօր բացի ֆիզիկական քարտերից նաև կան թվային քարտեր։ Իմ մոտ եղել է իրավիճակ, երբ որ թվային քարտը որոշակի գումարից բարձր գործարք չի կատարում ու թվային քարտ հանելուց ինձ բանկը օրինակ տեղակ չի պայել կամ չեմ տեսել որևէ տեղ ու ոնց որ անգլերեն ասում են trial and error, փորձելով սխալներով այդ ամեն ինչը անցել եմ, մեր ունկնդիրներին խորտ կտայ, ճշտել անպայման բանկի հետ, ես ինչքան ճշտեցի հասկացա, որ թվային քարտը ֆիզիկապես չկա, ինքն պետք է գցես կամ Google Pay-ին կամ Apple Pay-ին ու Google Pay-ի դեպքում կոնկրետ 400 եվրոյի սահմանափակում կար, կամ դու պետք է մի քանի անգամ մինչև 400 եվրո անես, դեռ չգիտեմ քանի անգամ կթողի, բայց օրինակ 500, 1000, 2000 եվրո չես կարողանում վճարել։ Տարբերություն կա նաև հաճախ ֆիզիկական քարտի եւ նույն քարտը Google Pay-ի մեջ կցած լիմիտների մեջ, որը ես եւս բարձել եմ արդեն post factum, իսկ երբ որ դու հյուրանոցից դուրս ես գրվում եւ քարտը չի աշխատում, թվայինը, մյուսը, կարաս անհարմար վիճակի մեջ հայտնվես, դրա համար լավ կլինի այդ բաների մասին նախորդ մտածել, նախորդ ճշտել սահմանաչափերը, այդ վճարումները, թե արդյոք ունես այլընտրանքային որևէ լուծում։ Էս հիշեք։ Եվ երրորդը։ Երրորդը դե հայտնվում ես չնախատեսված հատկապես առողջության հետ կապված իրավիճակի հետ ճամփորդական պլանները փոխվում են, ցանկալի է ապահովագրություն ունենաս, որովհետև տեղում այդ բժշկական ծառայությունները հաճախ բավականին թանկ են լինում, դրա հետ կապված կարող են նաև, ինչպես ասացինք, փոխվեն պլանները, այդ ծախսերն էլ, որպեսզի շատ ծանր չլինեն քո վրա, ճամփորդական ապահովագրությունը ամեն դեպքում պետք է։ Նաև ես օգտվում եմ հաճախ սպորտային ապահովագրությունից, եթե դու օրինակ
գնում ես դահուկ քշելու կամ այլ սպորտաձևերով ես նախընտրում զբաղվել, դեպքում կա առանձին ապահովագրություն, թե չեմ սխալվում, այդ մեծ փաթեթները դրանք եւս ծածկում են, բայց սովորական առողջական ապահովագրությունը դա չի ծածկում։ Իդեպ խոսել ամբողջական ճամփորդական ապահովագրության մասին, մի դեպք եմ հիշել, երբ որ տարեցին գնացել է ճամփորդելու իր բարեկամների հետ եւ պարզապես ընկել է վնասել է բութ մատը եւ որից հետո ինքը ստացել է բավական մեծ փոխհատուցում ընդամենը մեկ մատ վնասելու արդյունքում ուզում եմ ուղղակի բոլորին մաղթել առողջություն, դժբախտ պատահարներից խուսափեք, բայց այնուամենայնիվ եղեք ապահովագրված այդպիսի նույնիսկ փոքր, բայց վնասվածքներից եւ վատ փորձառություններից։ Եվ անցնենք մեր բլից հարցմանը։ Այս թողարկման ընթացքում մենք շատ խոսեցինք ճամփորդական քարտի առավելությունների մասին։ Ես ունեմ 3 հարց։ Առաջինը՝ միֆ է թե իրականություն, որ Visa քարտը հարմար է Ամերիկա մեկնելու համար, իսկ Mastercard-ը Եվրոպա։ Ճիշտ ասած, ես Visa-ել ունեմ, Master-ել ունեմ, Ամերիկայել եմ մեկնել, Եվրոպայել եմ մեկնել, երկուսն էլ իրարել եմ, տենց էական տարբերություններ չեմ զգացել։ Եվ հիշենք, որ երկուսն էլ համարվում են ամերիկյան ամերիկյան ընկերություններ են։ Երկրորդ հարցս, որ արժույթով այնուամենայնիվ ճիշտ է ունենալ ճամփորդական քարտ։ Այդ հարցը երկու մասից է բաղկացած։ Խնդիրն նրան է, թե ձեր գումարները ինչ արժույթով են, այն ինչ որ ունեք, որ պատրաստում եք ծախսել։ Օրինակ, եթե գնում եք Եվրոպա ու եվրո չունեք, դրամային քարտով վճարելը նույնն է, ինչ որ դուք եվրո կառնեք, կթանեք կվճարեք։ Եթե ունեք եվրո, կարող եք եվրոյով քարտ ունենալ, ընդ որում կարող եք հենց այդ թվային քարտն էլ բացել։ Ես օրինակ տենց եմ արել։ Բայց այլապես առանձին առնել եւ ամեն երկրի համար ունենալ քարտ կամ դոլարային եվրոյով, այդ կյանքը բարդացնում ենք, առանձնապես այդտեղ բան չենք շահում։ Ավելի կարևոր բանը, որ ես խորհուրդ կտամ մեր ունկնդիրներին, դա ուշադրություն դարձնել, թե ինչ արժույթով են տեղում ձեր քարտը փորձում չարջ անել, այսինքն ստանալ վճարը, օրինակ Էմիրություններում, նույն Եվրոպայում հաճախ նույնիսկ duty free-ներում կտեսնեք, որ ձեզ առաջարկում են ոչ լոկալ արժույթով, այսինքն կարա թվա, օրինակ դուք ունեք դոլարով քարտ, ձեզ ասում են ուզում եք դոլարով վճարեք։ Այդտեղ եվրո դոլար կամ դիրհամ դոլար իրանք լավ փոխարժեքի մեջ կարելի ասել մտնում են, հա, դե բան ասենք, այդտեղ միշտ խորհուրդ եմ տալիս տեղական արժույթով վճարել հենց post terminal-ի վրա, որովհետև այդտեղ է որ իրանք փորձում են էապես գումար աշխատել, ոչ թե մեր քարտի արժույթի վրա։ Եվ եզրափակիչ հարցը ամեն դեպքում travel card ունենալը պետք է թե ոչ։ Կարծում եմ, եթե սիրում ենք հարմարավետություն, ճամփորդական քարտը տալիս է այդ հարմարավետությունը։ Սիրելի ունկնդիրներ, շարունակեք հետևել Pars Talks մեր նոր շարքին, որպեսզի ձեզ համար բացահայտենք ֆինանսական տարբեր նրբություններ եւ կհանդիպենք մեր հաջորդ հաղորդումներին։ Իսկ եթե ձեր ընկերները նույնպես ձեզ հոգնեցնում են անverջ հարցերը ֆինանսական թեմաների մասին, պարզապես ուղարկեք այս հոլովակի հղումը նրանց եւ ձեր գլուխը ազատեք այդ հարցերից։